Դուք գիտեք, որ Հայկը Նարեին մատանի ա նվիրել։ Բայց համոզված է, որ ամեն ինչ վերջացած է։ Կա ու ամեն ինչ ավելին քան լուրջը։ Ոչ ոքի ու ոչինչ չես կորցրել։ Այլ ընդհակառակը կանցնի որոշակի ժամանակ, որ իրենց երեխեքին չդժբախտացնեն։ Հարցնում ես, չեմ մեղադրում Սոնային։ Ու Սոնայի արած քայլը սխալ չի, ձևն է սխալ։ Ես ընդհանրապես սովորություն չունեմ անծանոթ կանանց հետապնդել։ Ես ձեր պատմածներից ամեն ինչ հասկացամ։ Ոնց որ հասկացել եք, ես ձեր մասին շատ բան գիտեմ։ Աշոտա, ուրա։ Այդ երեխան Աշոտից է։ Ուզում եք պարզ, կխոսենք պարզ։ Կամ էլ երևի ես եմ թշնամուց թերագնահատում։ Ում նկատի ունեք։ Սակոին, ձեր աղբորը։ Հա, ինքը դրա համար Աստծուց պատժվել է։ Իր անմեղ երեխան է մահացել։ Մի հատ էլ հարցնեմ։ Աշոտա, ուրա։ Սաքոն Աշոտին սպանեց։ Բայց դրա մասին ոչ ոք։ Հարսնաձորում իրավիճակը հասնում է եռման կետին։ Հայկը վերջապես գտնելով թաքնված փաստաթղթերը հասկանում է, որ Կարոյի խաղը շատ ավելի վտանգավոր է, քան թվում էր սկզբում։ Նա շտապում է զգուշացնել Նարեին, բայց արդյոք ուշ չէ։ Նարեն կանգնած է անդունդի եզրին, բառի եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Հին լեգենդը կարծես կրկնվում է մեր օրերում, երբ նա ստիպված է լինում ծանր ընտրություն կատարել սեփական ազատության եւ իր սիրելիների անվտանգության միջև։ Այս անգամ սակայն օգնությունը կարող է գալ այնտեղից, որտեղից ոչ ոք չէր սպասում՝ հին թշնամու կողմից։ Մինչդեռ գյուղում լուրեր են պտտվում, որ Արփին ողջ է։ Այս անսպասելի բացահայտումը կարող է հիմնովին քանդել չարագործների պլանները։ Սպասվում է վճռորոշ առճակատում, որտեղ բոլոր դիմակները կպատրվեն, եւ ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, վերջապես ջրի երես դուրս կգա։